դուք նշանակվում եք Արթուր Դավթյանի ժամանակ ու մարդկանց մեջ կար ընկալում, որ նախ ինքը այն քիչ պաշտոնյանից էր, որ դեռևս շարունակում էր պաշտոնավարումը նախկինից եկած, այսինքն հեղափոխությունից հետո հեշտ էր աշխատելը, դիմադրություն կար, չկար, մեթոդաբանության տարբերություն կար, չկար, աշխատում եք իրականում ինձ կարելի ասել լիակատար անկախություն էր տրված։ Ճիշտ է, դատախազությունը բրգաձև կառուցվածք ունեցող կառույց է, բայց գործառութային որոշումներ կայացնելու տեսանկյունից իրականում օրենքի հիման վրա էլ է այդպես, որ այդ ոլորտը համակարգող տեղակալը ունի գործառութային ինքնուրույնություն եւ հետեւաբար վարույթների հետ կապված որոշումներ կայացնելու լիազորություն ունի եւ ուներ գլխավոր դատախազի համապատասխան տեղակալը եւ այդ առումով գործերին առնչվող բոլոր որոշումները մենք մեր իրականում բարդությամբ ենք կայացրել այս առումով շատ բարդություն իրականում չի ասի որ ունեցել է բայց ընդհանուր առմամբ համակարգը փակ էր եւ օտար մարմին շատ դժվար էր ընդունում եւ եթե ոչ բարձրաձայն բայց լրելյային ինչ-որ մի բան կար որ ոչ թե դժգոհություն, այլ նույնիսկ գործընկեր դատախազներն են մյուս վարչություններից երևի չէին պատկերացնում, որ կստացվի, իրենց թվում էր մենք ինչ-որ այլ բաներով ենք զբաղված եւ քանի որ մենք շատ լուռ էինք աշխատում, որ հանրային ինչ-որ բաներ չլինեն, լուսաբանումներ այդ սկզբնական հատվածում 1 տարի, 1.5 տարի մենք հրապարակումներ չենք տվել, բոլորին թվում էր եւ ներսից եւ դրսից, որ մենք ոչ մի բան չենք անի։ Բայց հետո այնպես ստացվեց, որ մարդիկ եղան, որ տեղափոխվեցին այդ վարչություն աշխատելու ու ծանրաբեռնվածությունը չդիմացան ու թողեցին։ Ու ինձ թվում է դա շատ լավ մետրիկա էր, այն ծավալի աշխատանքը չափելու, որը որ իրական կատարվել է եւ շարունակում է կատարվել։ Ու այդ շրջանը համընկավ պատերազմի հետ, պատերազմյան շրջանի հետ, այո, եւ կոവിഡ്ի հետ ամեն դեպքում տուրբուլենտ քաղաքական իրավիճակի հետ թիմը իրականում անսասան մնաց հավատարիմ արժեքներին, որն ուներ ու արդարամտությանը, անկախությանը եւ այդ շատ լավ եւ իրական գաղափարներով օժտված թիմ էր աշխատում այնտեղ։